դրանց լուծումները այնքան էլ պարզ չեն, որքան կարող է թվալ, եւ վարչապետի պաշտոնից իմ 7 տարվա դիտարկումների համաձայն այս խնդիրներն առաջին հերթին կապված են այն իրավաբանական մենթալիտետի եւ կրթության հետ, որ երկար տարիներ հաստատվել է Հայաստանում։ Իսկ այդ մենտալիտետի համաձայն արդարադատությունը միշտ չէ, որ արդարություն է։ Այդ մենտալիտետի համաձայն արդարադատությունը երբեմն, ոչ միշտ, բայց երբեմն կարող է նմանվել տերովին տերն է տարել անտերին գելը հին ժողովրդական առածին եւ անհեթեթորեն ձգվող դատավարությունները սրա թերևս ամենավառ օրինակն են։ Այդ մենթալիտետի համաձայն արդարադատությունը կարող է հասանելի լինել միայն էլիտար փոքրիկ խմբակի եւ դրա մեջ տարօրինակ ոչինչ չկա։ Այս տրամաբանությունը ժամանակ առ ժամանակ արտահայտվում է թե օպերատիվ, թե քննչական, թե դատախազական, թե դատավորական օղակներում։ Ամոթ է արդյոք 7 տարի վարչապետի պաշտոնը զբաղեցրած մարդու կողմից նման խոստովանություն անելը։ Իրականում կամաչեի նման խոստովանություն անել, եթե առավելագույնը առաջ չլինեի նման վիճակ չունենալու համար, սկսած դատարանների շրջափակումից, վերջացրած դատաիրավական համակարգերում աշխատավարձերի շատերի կողմից անտրամաբանական համարվող բարձրացումից, շարունակած ամենատարբեր հնարավոր եւ անհնար կադրային փոփոխություններից ու ինստիտուցիոնալ բարեփոխումներից։ Բայց նշանակում է իմ ասածն արդյոք արձանագրում, որ Հայաստանում չի եղել, չկա ու չի լինելու արդարություն, ոչ ամենևին։ Իմ ասածը նշանակում է վճռականության վերահաստատում, որ արկա իրավիճակի հետ համակերպվելուց հրաժարվում ենք եւ հրաժարվելու ենք, որ անկախ եւ արդար դատական համակարգ ունենալու նպատակը պետք է իրագործվի միանշանակ եւ աներկբա, բայց սրա համար նախ պետք է հասկանալ, ախտորոշել եւ լուծել խնդիրները եւ այս ճանապարհին լինել սկզբունքային եւ հետեւողական։ Եվ ուրախ եմ արձանագրել, որ դատաիրավական համակարգում կան բազմաթիվ մարդիկ, դատավորներ, դատախազներ, քննիչներ, օպերատիվ աշխատողներ, ովքեր վերը նշված օրակարգը իրենց անձնականն են համարում եւ պիտի աներկբա ասեն, որ այդ մարդիկ ունեն ժողովրդի, նրա ներկայացուցիչ քաղաքական մեծամասնության եւ կառավարության աջակցությունը։ Եվ այդ աջակցությունը պետք է արտահայտվի ինստիտուցիոնալ խնդիրները հասկանալով եւ դրանց լուծում փնտրելով։ Երբեմն մտածում եմ, որ արդարության եւ արդարադատության միջև առկա ճեղքի մասին ընկալումներն ու իրականությունը կարող են կապված լինել նաեւ այն խնդրի հետ, որ մենք մեր կառուցակարգերով մեր դատական համակարգը էականորեն հեռացրել ենք ժողովրդից, ըստ էության կտրելով նրան ինքնիշխանի, այսինքն ժողովրդի եւ դատական համակարգի միջև օրգանական կապը եւ առաջիկա նոր սահմանադրության ընդունման համատեքստում մենք լրջորեն պետք է քննարկենք երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման հնարավորությունը։ Ես գիտեմ եւ հարգում եմ բոլոր այն փաստարկները, թե փոքր երկրում, որտեղ բոլորը բոլորին ճանաչում են, խնամի ծանոթ բարեկամ կապերը շատ ուժեղ են, երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման պարագայում մենք կարող ենք կանգնել արդարադատության չիրականացման խնդրի առաջ։ Բայց նախ մենք այսօր էլ ենք կանգնած այդ խնդրի առաջ եւ բացի այդ խնամի ծանոթ բարեկամ կապերը ինչպես եւ որքան կգործեն երդվյալ ատենակալների դեպքում, նույնքան գործում են այսօր օպերատիվ աշխատողի, քննիչի, դատախազի, դատավորի դեպքում։ Ինչու ուրեմն չենք հրաժարվում այդ ինստիտուտներից, ասելով դե քանի որ Հայաստանում խնամի ծանոթ բարեկամ կապեր ուժեղ են, եկեք դատավոր չունենանք, եկեք դատախազ չունենանք, եկեք քննիչ չունենանք, եկեք օպերատիվ աշխատող չունենանք։ Դեռ ավելին, արդարության եւ արդարադատության ոլորտում արկա խնդիրները եւ դրանց նկատմամբ մարդկանց վերաբերմունքը երբեմն այնպիսի տպավորություն են ստեղծում, թե ինչ որ այլ տեղերից այլ մարդիկ են եկել եւ մեր նկատմամբ անարդարություններ են գործում։ Այդպես չէ,
այդ մարդիկ մեր մանկապարտեզի, դպրոցի, բուհի, աշխատավարձի, բակի, շենքի մարդիկ են, մեր կողքին ապրած եւ մեր կողքին ապրող։ Եվ եթե նրանց մի մասին վստահում ենք, արդարությունն ու արդարադատությունը որպես օպեր աշխատողների, քննիչների, դատախազների եւ դատավորների, մյուս մասին էլ կարող ենք վստահել որպես երթվյալ ատենակալների։ Եվ այս պարագայում արդարադատությունը ինչպիսին էլ այն լինի, կտրված չի լինի ժողովրդից։ Ընդհակառակը, արդարադատությունը կլինի նույնքան կամ այնքան արդար, որքան արդար է ժողովուրդը։ Իսկ ժողովուրդը արդար է ավելի քան ցանկացած վարչապետ, ցանկացած նախարար, ցանկացած падգամավոր, ցանկացած դատավոր, ցանկացած դատախազ, ցանկացած քննիչ եւ ցանկացած ոստիկան։ Ազգային ժողովի մեծարգո նախագահ, նախագահի հարգելի տեղակալներ, ազգային ժողովի հարգելի падգամավորներ, կառավարության հարգելի անդամներ, հարգելի ներկաներ, սիրելի ժողովուրդ։ Վերադառնալով ապօրինի ձեռքբերված գույքի բռնագանձման համակարգին, պիտի արձանագրեմ, որ այն այլևս անշրջելի իրողություն է, ապօրինի գույքի բռնագանձման, պետական ու համայնքային շահերի պաշտպանության, քրեական գործերի քննության համակարգերում։ Իմ Facebook-յան էջի հատիկ առ հատիկ խորագրի նպատակը հենց այս գործընթացը ի ցույց դնելն է, որ այս գործընթացում կառավարության քաղաքական կամքը ոչ միայն չի պակասել, այլև կոնկրետ արդյունքներ է տվել։ Միլիարդավոր դրամների գույք այլևս վերադարձված է վերը հիշատակված իրավական կառուցակարգերով։ Վերադարձած գույքերի թվարկումը սկսել եմ եւ կշարունակեմ, որ հասանելի լինի բոլորին, բայց կարևոր եմ համարում ընդգծել, որ այսօր արդեն ավարտված քրեական վարույթներով